8 ամսյա բանտարկությունից հետո տուն կգնա սրբազան պայքարի աջակից Վահագն Չախալյանը։ Դատարանն այսօր նրա բանտային կալանքը փոխել է տնային կալանքով։ Չախալյանի պաշտպանները միջնորդել էին անազատության հետ կապ չունեցող խափանման միջոց ընտրել, որպեսզի նա կարողանա ընտանիքի ապրուստը վաստակել, բայց այդ միջնորդությունը հաշվի չի առել դատարանը։ Սա դատարանի որոշումն է։ Հաշվի չի առնվել նաև ընդդիմադիր Հայաստան խմբակցության падգամավոր Արթուր Սարգսյանի փաստաբանների խոսքը։ Նա 3 ամիս էլ կմնա տնային կալանքում։ Տեսանելին Դատախազներն են միջնորդել երկարաձգել падգամավորի խափանման միջոցը, պնդմամբ թե ռիսկը մեծ է, որ Սարգսյանը ազատության մեջ կխոչընդոտի քննությանը։ Անհրաժեշտ է երկարասար խափամիջոցի ժամկետը։ Փաստաբանների պնդմամբ մեղադրողների անհավանական կանխավարկածների պատճառով է միայն Արթուր Սարգսյանը անազատության մեջ։ Չկա որևէ ռիսկ, որ նա կարող է ապօրինի որևէ բան անել։ Ըստ պաշտպանների իրենց ասացի ցցուն ապացույցն այն է, որ առանց ոստիկանների եւ պրոբացիոն ծառայության ներկայացուցչի ուղեկցության Սարգսյանը վերջին 3 ամսում 4 անգամ հիվանդանոց է գնացել ու որևէ հանցավոր արարք չի կատարել։ Օրինակ ինչ պետք է անի։ Արթուր Սարգսյանի նկատմամբ պայմանականորեն կիրառվում է վարչական հսկողություն, Արթուր Սարգսյանը գիշերը գալիս է Շենգավիթ նստավայր, թաքուն մուտքա գործում ու այդ գաղտնալսող սարքերի արդյունքում ստացված տվյալներին միջամտում է, կամ ինչ է անում, ո՞նց է դա իրացվում։ Ես անկեղծ չեմ պատկերացնում այդ ռիսկի հնարավորությունը։ Ինքը Սարգսյանը շարունակում է պնդել, որ քաղաքական հետապնդման է ենթարկվում։ Իրեն անազատության մեջ են պահում, որ կասեցնեն քաղաքական գործունեությունը։ Այս 8 ամիսների ընթացքում համոզվեցինք, որ այս դատարանում արդարություն չկա։ Իմ հանցանքը Ժորժան մեկն է, որ ես արժանապատիվ հայ եմ, սյունեցի եմ, ներկայացնում եմ մի մարդ, որը երբեք չի հանձնվել եւ չի լռել։ Արթուր Սարգսյանի խափանման միջոցի մասին դատարանի որոշման հրապարակումից առաջ Սրբազան պայքարի առաջնորդը դատարանին հիշեցնում է, որ մոտենում է անառակ որդու կիրակին։ Առաջիկա կիրակին անառակ որդու կիրակին է, վերադարձի կիրակ է։ Ասեց, հայր մեղա երկնքի եւ քո առջև։ Ես թողնում եմ ձեր խեղճին։ Վերադառնալու կամ չվերադառնալու։ Արթուր Սարգսյանի միակ մեղքը Սրբազանի խոսքով այն է, որ նա հայրենիք ունի, հակառակ բոլոր անհայրենիքներին։ Էդգար Ղուշչյան, Միլենա Պողոսյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։